Անհրաժեշտ է ճնշումն ավելացնել, ավելի համակարգված աշխատել, նմանատիպ միջոցառումները դարձնել պարբերաբար, որպեսզի իշխանությունը զգա հարության, դժգոհության եւ ձայնը եւ պուլսը։ Հակառակ դեպքում ինչքան նրանք կոմֆորտ զոնայում մնացին, այնքան քաղաքաբանտարկյալները ոչ թե կպակասեն, այլ քաղաքական բանտարկյալների թիվը կավելանա։ Ակնհայտ է, որ նիկոլական ռեժիմը գնում է քաղաքական բանտարկյալներն ավելացնելու, վախի մթնոլորտ սերմանելու, մարդկանց մոտ հուսահատություն ավելացնելու ճանապարհով, եւ դա ակնհայտ է, որ դա սկսել է հոգեվոր եւ ազգային էլիտայից, եւ եթե ազատության մեջ գտնվող մեր քաղաքացիները իրենց բողոքի ձայնը չբարձրացնեն, ոչ եվրոպական կառույցները կանադառնան դրան, ոչ էլ որևէ մեկը։ Որ Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը վերածվեց տնային կալանքը վերածվեց վարչական վերահսկողության։ Սա բարեք Դավիթ Գալստյանին։ Ազատություն քաղաքաբանտարկյալներին, ազատություն քաղաքաբանտարկյալներին, ազատություն քաղաքաբանտարկյալներին, ազատություն, 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 ազատություն։ Պարզ Շարմազանով, տեսեք, ձեր իշխանության ժամանակ, եթե որևէ Դավիթ Գալստյան արդեն մի դրական բան արեց այսօր։ Ձեր իշխանության օրոք, եթե որևէ դեպք էր լինում, միջազգային կառույցները, այստեղ իրավապաշտպան կառույցները արագ արձագանքում էին եւ քննադատությունների տեղատարաններ։ Հիմա ինչու է Հիմա պատվեր չունեն, արևմտյան կառույցներից պատվեր չունեն, ունեն հակառակ պատկերը ավարտելու երրորդ հանրապետության էջը Հայաստանը դարձնելու պանթուրքիստական միջանց, դրա համար որևէ բան չեն անում։ Պարզ չի։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ, ովքեր որ իբր թե մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվել եւ այսօր լռում են, նշանակում է նրանց զբաղված են եղել պատվեր կատարելով, իսկ այդ պատվերը հաստատ Հայաստանի քաղաքացիուց չի եղել, այդ պատվերները եղել են համապատասխան կառույցներից դրսի։ Դրանով է բացատրվում, այլ բան չի բացատրվում։ Շարունակելով տեսեք, այս կալանավորումների շղթան երբ շարունակվում են, խնդրահարույց մի դրվագ կա, մարդկանց երբ կալանավորում են, հաշվի չառնելով անմեղության կանխավարկած, ընդդուք մինչև ազգային ժողովի ամբիոնից մարդկանց ահաբեկիչներ են անվանում։ Այսօր մենք արդեն լսում ենք տարբեր կալանավորված քաղաքացիների խափանման միջոցը փոխվում է։ Այս սրանց դեմ ինչպես պետք է պայքարել, երբ մարդկանց բարի համբավն են արատավորում, անմեղության կանխավարկածն են ոտնահարում, մարդկանց մոտ տպավորություն են ստեղծում, որ այո, ահաբեկիչներ են, բայց դատարան երբ հասնում է գործը ու անցնում են որոշակի ժամանակ, խափանման միջոցը փոխվում է։ Պետք է համախմբվել ուժերը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը, պետք է մեծամասնությանը համախմբել, ովքեր որ դեմ են այս ազգակործան ռեժիմին եւ ճնշումը ավելացնել։ Եվ սահմանադրությունը եւ գործող օրենքները դա թույլ են տալիս։ Անհրաժեշտ է պարզապես մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, համախմբել եւ առաջ շարժվել։ Այլ տարբերակ չկա, նոր հեծանիվ չպետք է ստեղծել։ Առաջինը չպետք է հոգնել պայքարից, երկրորդը չպետք է հուսահատվել։ Երրորդը պետք է կազմակերպված պայքարել այս ապօրինությունների դեմ։ Պարոն Շարմազանով, դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի աջակցությունը, բայց վաղար շաբաթում տեղի ունեցած ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը որ եթե Մերի ջան, եթե վաղար շաբաթում խոյ Նիկոլը կհաղթեր, ոչ, ակնհայտ է, չէ։ Հիմա ասում են ընդդիմադիր շրջանակները տարբեր պատճառով։ Ինչ։ Այս դեպքում ինչ տարբերություն միայն վաղար շաբաթում է, թե որ համայնքը հետը միասին այնուհանդերձ իշխանությունը այս պահին Եթե ավար հասկացա ազգային ուժերի համապետական կոնսոլիդացիայի դեպքում հանրությանը արտասնելու դեպքում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին գրեթե անհնար կլինի իր ադմինիստրատիվ ռեսուրսով կարողանալ զսպել այդ համազգային դիմադրությունը։
Տեղ-տեղ ինքը կարող է ամբողջ Հայաստանից մի օր տանի Վաղարշակատում կուտակի, մի օր Ալավերդում, մի օր Լեննակ Գյումրիում, մի օր Վանաձորում։ Բայց եթե ամբողջ Հայաստանում ողջ ազգային ուժերը Նիկոլ Փաշինյանից դժգոհ քաղաքացիները համախմբվեն եւ ոչ թե տեղ-տեղ պայքարեն, այլ պայքարեն ապակենտրոն բոլոր տեղերում, այդ ժամանակ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսը չի հերիքի։ Հիմա եթե պատկերացրեք Հայաստանում միաժամանակ 10 քաղաքում հազարավոր նման ակցիաներ լինեն։ Այդքան ոստիկան Հայաստան չկա, որ ցուցաբերելու։ Հիմա օրինակ Վաղարշաբաթում միտինգ անում քշում են տանում են այնտեղ։ Ստեղ միտինգա ոստիկանները ստեղ են։ Ալավերդում միտինգա Ալավերդի են գնում։ Եթե ամբողջ Հայաստանում լինի դժգոհության ակցիաներ, կարողանանք դա կազմակերպել, այդքան ռեսուրս չկա։ Այս ոստիկաններն ուժային կառույցներ են, հայ մարդիկ են, չէ՞։ Իրանք իրենց մեջ զգում են, չէ՞, որ այս մարդը իրականացնում է քաղաքականություն, որը ոչ ժողովրդավարության հետ կապ ունի, ոչ ազգային արժեքների։ Հետևաբար կրկնում եմ, ես նոր հեծանիվ չեմ ստեղծելու։ Ես կոչ եմ անում չհուսահատվելու, համախմբվելու եւ պայքարելու հանուն ճշմարտության։ Շնորհակալ եմ։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի դրամաբանությամբ Վաղարշաբաթի ընտրությունների մասին, որ խոսում են, իրենք քվե են ստացել նաեւ եկեղեցու դեմ ուղղված իրենց քայլերը շարունակելու, չնայած որ իրենք ասում են եկեղեցու դեմ ուղղված չի, բայց ցուցիչ է եղել, որ Վաղարշաբաթի քվե է տվել, համաձայն է եւ հոգեվոր հավաքի վեհապարի վեհարան։ Փաշինյանը մանիպուլացնում է, ինչպես 21 թվականին որևէ մեկը նրան քվե չէր տվել Արցախը հանձնելու, այնպես էլ հիմա նրան որևէ մեկը քվե չի տվել վեհապարին հեռացնելու։ Ինքը նախ չի կարող վեհապարին հեռացնել, եթե վեհապարը չհեռանա։ Իսկ հորդորում են վեհապարին որպես եկեղեցու զավակ պին մնալ իր դիրքերում, որովհետև սա ոչ թե վեհապար Հայրապետ Գարեգին II ազգական հարց է, այլ սա մեր եկեղեցու ինստիտուցիոնալ ազգային կառույցի խնդիր է եւ կլինի շատ վատ նախադեպ, եթե մի իշխանություն փոխի վեհապարին, վաղը գալու է նոր իշխանություն, նա էլ փոխի ու դες գնա։ Իսկ մեր եկեղեցին 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց է։ Խնդրում եմ սա մի դիտարկեք որպես վեհապարի անձի խնդիր։ Սա եկեղեցու միասնականության խնդիրն է։ Իսկ այն ինչ որ անում է այս իշխանությունը, գնում է բաժանման, պառակտելու սկզբունքով, մեկ անգամ չէ որ ասել են պառակտիչն ու պառակտողը աստծուց չեն, սատանայից են։ Եվ եթե այլ հարցեր չկան, վերջին հարցը, պարոն Շարմազանov, Գյումրիի ընտրություններում, երբ հավաքական ընդդիմությունը հաղթանակ տարավ, նշում էին, որ դա ցուցիչ է համապետական ընտրություններին, հիմա իշխանությունը, քանի որ Վաղարշաբաթում է կարողացել հաղթել, իրենք էլ ասում են, որ դա համապետական հասկացա, ես ոչ Գյումրիի հաղթանակով եմ գեր ոգևորվել, ոչ էլ Վաղարշաբաթի ԿՊ-ի հաղթանակով եմ գեր անդրամադիր դարձել։ Պետք չի ոչ թերարժևորել, ոչ թերարժևորել։ Պետք է գնալ մեր ճանապարհով, իսկ մեր ճանապարհը պայքարն է հանուն ազգային Հայաստանի։